Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլու և Եվրամիության պատվիրակության ղեկավար Պավել Հերչինսկու հանդիպման վերաբերյալ։ Եվրամիությանը անդամակցությունը երկրի համար խաղաղության և բարգավաճման լավագույն երաշխիքն է, ասված է հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ Եվրամիության պատվիրակությունը հիշեցրել է, որ անդամակցությունը պահանջում է իրական հանձնառություն և շոշափելի բարեփոխումներ։ Ցավոք վրացական իշխանությունների ընտրած ներկայիս կուրսը երկիրը հեռացնում է Եվրամիությանն անդամակցության ուղուց։ Եվրամիության դեմ շարունակական և նպատակաուղղված հռետորաբանությունն էլ ավելի է խաթարում Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ձգտումների նկատմամբ վստահությունը։ Եվրամիությունը ոչ մեկին չի պարտադրում դառնալ իր ընտանիքի անդամ։ Մենք ցանկանում ենք, որ Վրաստանի կառավարությունը բաց չթողնի պատմական հնարավորությունը, որը դեռ կա։ Ավելի վաղ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին կանչվել էր Վրաստանի արտգործնախարարություն։ Գերատեսչության տվյալով Բոճորիշվիլին հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Վրաստանի նկատմամբ Բրյուսելի ներկայիս քաղաքականությունը, երկրի դեմ ձեռնարկված քայլերն ու հայտարարությունները խարխլում են կողմերի միջև վստահությունը և վնասում են Վրաստանի և Եվրամիության միջև գործընկերությունը։ Վրաստանի և Ադրբեջանի ներքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Վիլայատ Էյվազովը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլուն պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Զրույցի ընթացքում ադրբեջանցի նախարարը Վրաստանի ներքին գործերի նախարարին հրավիրել է պաշտոնական այցով այցելել Բաքու, հետագա համագործակցությունը քննարկելու համար։ Սուլխան Թամազաշվիլին ներքին գործերի նախարարի պաշտոնում փոխարինել է Գելա Գալաձեին։ Թամազաշվիլին 2025 թվականի ապրիլից ղեկավարել է Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղար Մաթիաս Քորմանի հետ։ Քննարկվել են տնտեսական համագործակցությանը և Թուրքիայի ու կազմակերպության միջև կապերի հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Էրդողանը նաև ելույթ է ունեցել տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Skills Summit 2026 գագաթնաժողովում։ Արհեստական բանականության առաջացրած տեխնոլոգիական փոխակերպման ներկայիս ալիքը նա համեմատել է արդյունաբերական հեղափոխության հետ և ընդգծել, որ Թուրքիան պատրաստ է փոխանցել այս ոլորտում իր լավագույն փորձը։ Էրդողանի խոսքով տեխնոլոգիական արագ փոփոխությունները ավանդական գիտելիքները պակաս կայուն են դարձնում և հնացած տեղեկատվությունը բեռ է դառնում։ Թուրքիայի ղեկավարը նաև մատնանշել է զբաղվածության կառուցվածքի փոփոխությունը։ Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի հետ Թուրաս-Քարթալե 2026 համատեղ մարտավարական թռիչքային զորավարժությունները։ Նշվում է, որ դրանց գլխավոր նպատակը համատեղ օդային գործողությունների պլանավորման և անցկացման փորձի փոխանակումն է, զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացումը և երկու երկրի միջև համակարգման ամրապնդումը։ Միաժամանակ թուրքական զինված ուժերը Լիբիայում մասնակցում են Flintlock 2026 միջազգային հատուկ ուժերի զորավարժություններին։ Դրանք կընթանան մինչև ապրիլի 30-ը։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրակթարօղլուն էլ պաշտոնական այցով մեկնել է Կատար հանդիպել երկրի փոխվարչապետի և գլխավոր շտաբի պետի հետ։ Քննարկվել է երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդումը։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ իսրայելա-ամերիկյան գործողությունների արդյունքում Իրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը։ Մարկո Ռուբիոյի խոսքով Իսլամական Հանրապետությունը զրկվել է նաև արտադրական կարողություններից։ Նա կարծիք է հայտնել, որ Թեհրանն այժմ փորձում է ժամանակ շահել բանակցություններում։ Պետքարտուղարը նշել է, որ իրանցիները փորձառու և հմուտ բանակցողներ են, ուստի Վաշինգտոնը պետք է չափազանց զգույշ լինի։ Ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է երաշխավորի, որ Իրանը միջուկային զենք չի ունենալու, հավելել է Ռուբիոն։ Սպիտակ տունն էլ կրկնել է, որ ամերիկյան կողմն ունի բոլոր խաղաքարտերը և կընդունի միայն այնպիսի գործարք, որը կբխի ամերիկացիների շահերից։ Իրանից արձագանքել են բանակցությունների հարցն օրակարգում է։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին պնդել է, որ Դոնալդ Թրամփն է խնդրում բանակցություններ անցկացնել։ Նրա խոսքով ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել իր նպատակներին։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Թալայ Նիկրեզայի հետ։ Բելոուսովը նշել է, որ Մոսկվան կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես դիվանագիտական ճանապարհով, աջակցում է Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մոսկվան եւ Թեհրանը նախկինի պես կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նպատակահարմար չէ մոտ ապագայում Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների չեղարկումը։ Նա հիշեցրել է, որ Թեհրանի դեմ եվրոպական պատժամիջոցների պատճառը կառավարության գործողություններն են սեփական բնակչության դեմ։ Եվ նշել, միայն 2026 թվականի սկզբից ի վեր Իրանի իշխանությունները սպանել են մոտավորապես 17,000 քննադատաբար տրամադրված երիտասարդի։ Մարդու իրավունքները, այդ թվում կանանց իրավունքները, ճնշվում են Իրանում։ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով պատժամիջոցների վերացման համար Եվրամիությունը պետք է տեսնի փոփոխություններ։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել էր, որ Եվրամիությունը վերացնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, պայմանով, որ այն համապարփակ համաձայնության կգա Միացյալ Նահանգների հետ։ Հանդիպել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը եւ Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Կողմերը քննարկել են Բաքու-Մոսկվա հարաբերությունները եւ ընդհանուր հետաքրքրության հարցեր։ Վերջերս էլ Միխայիլ Գալուզինին ընդունել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Պաշտոնյաներն անդրադարձել էին երկկողմ հարաբերություններին քաղաքական, առևտրային, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում։ Անդրադարձեր եղել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի։ Բայրամովը եւ Գալուզինն ընդգծել էին փոխայցելությունների կարևորությունը։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը մի շարք հանդիպումներ է ունեցել Վատիկանում, այդ թվում Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի, ինչպես նաև Սուրբ Աթոռի պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ կապերի քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Ադրբեջանի եւ Վատիկանի հարաբերություններին, դրանց հետագա զարգացմանը քաղաքական եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարգավաճման հարցերի։ Ադրբեջանի կառավարությունը հաստատել է Սոկարի կողմից իրականացվող AI-92 տեսակի բենզինի եւ դիզելային վառելիքի ներկրման սահմանաչափերը։ Որոշման համաձայն 2026 թվականի մայիսից մինչև 2027 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում մատակարարումների սահմանային ծավալներ են սահմանվել 205,000 տոննա բենզին եւ 201,000 տոննա դիզելային վառելիք։ Միևնույն ժամանակ այդ ժամանակահատվածում ներմուծվող վառելիքի ակցիզային հարկը նվազեցվել է մինչև 1 մանաթ 1 տոննայի համար։ Միջոցառումն ուղղված է ներքին վառելիքի շուկայի կայունության եւ անխափան մատակարարման ապահովմանը։ Բարթուի Հարությունյան, հարևաններ։